Պատմությունը, ինչպես եւ մեր ամբողջ այս օնլայն աշխարհը, նման է անիվի, ամբողջը կրկնվում է, յուրաքանչյուր պտույտի հետ միասին։ Վերջի շրջանում մենք հաճախ ենք հիշատակում, որ մեր ազգի, մեր հայրենիքի պատմությունը կրկնվում է եւս, եւ մենք տեսնում ենք, թե ինչպես նորից կորցնում ենք մեր հողերը, թե ինչպես նորից մենք առերեսվում ենք դավաճանությանը, եւ ինչպես նորից մենք կանգնած ենք ցավոք սրտի ինքնության եւ անկախության կորստի առաջ։ Այնուամենայնիվ մեր աչքի առաջ ընթանում է նաեւ շատ ավելի գլոբալ եւ ինչ-որ առումով շատ ավելի նշանակալից պատմության կրկնությունը։ Եվ այդպես փորձենք վկայակոչել հին Հռոմի պատմություն, առաջի դար մեր թվարկության։ Ներոն կայսրը ամբողջությամբ չարացած եւ խելագարված, կամ խելագար ընդհանրապես, եւ քրիստոնյաների հանդեպ դաշնագույն հետապնդումներ։ Պատմական փաստերը ապշեցուցիչ են։ Նույնիսկ այդ դաժան տանջանքներին ենթարկվելով մարդիկ մահանում էին Քրիստոսի անունով, եւ նույնիսկ այդ դաժան տանջանքների ժամանակ միևնույն է փորձում էին ամբողջ հենց կյանքի գնով, միևնույն է տարածել քրիստոնեությունը։ Անցավ մոտ 2000 տարի։ Հայաստանը առաջինն է աշխարհում, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Եվ այնուամենայնիվ մենք առերեսվում ենք պատմության կրկնությանը։ Մենք տեսնում ենք նույն խելագարություն եւ մենք տեսնում ենք հոգեվորականների, եկեղեցու եւ բուն քրիստոնեության հետապնդումը չար ուժերի կողմից։ Սա ակնհայտ է բոլորիս համար։ Այնուամենայնիվ, ցավոք սրտի ամենասարսափելին այն է, որ մարդիկ լռում են։ Դեռ ավելին, ոմանք, իհարկե շատ քչերը, բայց այնուամենայնիվ ոմանք արկա են, որ իրենց սեփական տգիտության մեջ տոգորված հավատում են բամբասանքների, նույնիսկ կրկնում են այդ բամբասանքները։ Երբ որ մեզ հակադարձում են ասելով, որ չէ որ փաստեր կան, մենք ասում ենք առաջինը մենք չենք հավատում եւ երբևիցե չենք հավատացել Նիկոլին ու իր ամբողջ թիմին, բայց երկրորդը, որը մնում է շատ ավելի կարևոր, հոգեվորականները, մեր հոգեվոր առաջնորդներն են, բայց իրենք մասն են այ ամբողջ մեր հայ ազգի։ Եվ եթե կա խնդիր մեր ազգում, ապա խնդիր կա նաեւ իրենց մոտ։ Եվ դեռ ավելին, նրանց սրբությունը ամբողջությամբ փոխկապակցված է նաև մեր հավատի հետ։ Ինչքան ավելի շատ է մեր հավատը, այնքան ավելի շատ է նրանց սրբությունը։ Եվ եթե խնդիրներ կան, ապա առաջինը դա հենց մեր մեղավորությամբ է, որ մեր հավատը չհերիքեց։ Բայց մյուսը մենք մշտապես ունենք բանալին, որ մշտապես ակտուալ է։ Կեսարին Կեսարյանը, Աստծոն Աստծոն։ Եվ միայն եկեղեցին ինքը կարող է լուծել իր ներսի խնդիրները, եւ ոչ որևէ մեկը։ Եվ նորից ու նորից, ով ինքը առանց մեղքի է, թող առաջին այդ քարը նետի։ Եվ փաստացի այդ բոլոր մարդիկ տոգորված այդ չարիքի մեջ, ովքեր որ հավատում են Նիկոլին, պետք է հասկանան, որ Նիկոլն ու իր թիմը փաստացի ոչ մի այլ բան չեն կարող անել, քան անընդմեջ ծիգրակել եւ փորփրել ուրիշի կեղտոտ ներքնազգեստը։ Իսկ մեզ համար այդ ամբողջը կարող է դառնալ խորքային ցավ, որովհետեւ առանց հոգեվորականների չեն հնչի մեր եկեղեցիներում աղոթքները բոլորիս համար։ Առանց հոգեվորականների չեն գոժի մեր զանգերը, եւ մենք չենք ունենա հոգեվոր առաջնորդներ, եթե հանկարծ հրաժարվեն մեզանից հոգեվորականները։ Եվ այնուամենայնիվ, այս ամբողջի հետ միասին ավելի կարևոր է հարցը իսկ ինչ անել։ Եվ օգնությանը մեզ մշտապես գալիս են արտահայտություններ անցյալից, հնուց, երբեմն անգամ սուրբ տեքստերից, որոնք որ օգնում են մեզ, նպաստում են, որ լույսը երբեք չմարի։ Եվ այդպես տեսնենք, թե ինչ արտահայտություն մենք ունենք այսօր։ Եվ ասաց հայր Հովսեփը հայր Հովտին. վանականը
պետք է լինի կրակի պես, ամբողջությամբ բոցավառվող։ Վարք սրբոց հարանց։ Վարք սրբոց հարանց, Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը նկարագրող ժողովածու։ Այս արտահայտությունը կոչ է որոշակի։ Եվ կոչ է ոչ միայն հոգևորականներին, այլ նաև կոչ է մեզ բոլորիս, որովհետև մենք բոլորս փոխկապակցված ենք։ Եվ այս արտահայտությամբ ոգեշնչվելով ես ուզում եմ կոչ անել բոլոր հոգևորականներին. մի տխրեք, մի հուսահատվեք, մի տրտմեք, անգամ հոգևոր հայրը, անգամ երկնային հայրը դավաճանված է իր աշակերտ Հուդայի կողմից։ Պետք չէ հանկարծ վհատվել դահավաճանությունից, բայց ընդհակառակը պետք է բոցավառվել հավատով։ Բոցավառվել հավատով ամբողջությամբ, հիշելով, որ այս ամբողջ փորձությունները միայն զորացնում են բոլորիս հավատը, միայն զորացնում են մեր ազգը և փաստացի դուրս են մղում և ի վերջո դուրս կմղեն ամբողջությամբ ազգի տականքը։ Բոցավառվեք երգով, որպեսզի պայքարեք եկեղեցիների զորության համար, որպեսզի սատանայի ծառաները չկարողանան ու չհամարձակվեն անգամ հարձակվել եկեղեցու և քրիստոնեության վրա։ Եվ սա նաև կոչ է բոլորիս համար, ամեն մեկիս, որովհետև այս ամբողջը փորձություն է մեր բոլորիս համար ևս, յուրաքանչյուրիս համար, որովհետև ժամանակն է, որ մենք բոլորս պայքարենք զինված հավատով, որ մենք իրոք սրտանց զինվենք հավատով։ Ժամանակն է, ու շատ ավելի լուրջ դրված է այս հարցը, ժամանակն է, որ մենք կարողանանք առաջնորդվել հավատով և հավատարիմ լինենք առաջին հերթին սեփական խղճին, որովհետև ի հեճուկս այն բոլորի, որ մեղադրում են մեր ազգը տարբեր մեղքերում, ես գիտեմ, որ մեր ազգը, մեր ժողովուրդը շատ ավելի լավն է, քան աշխարհով մեկ սփռված ազգերը։ Այո, մեր ազգում ևս կան տգետ ամորֆ զանգվածներ։ Այնուամենայնիվ մեր ազգում հիանալի մարդիկ կան, հիանալի, որ ամեն մեկը հիմա նստած ու միգուցե լսում է նաև ինձ, բայց չգիտի ինչպես վարվել, չգիտի ինչպես պայքարել, զինվեք հավատով, և ժամանակն է, որ մենք բոլորս միավորվենք և պայքարենք։ Եվ միայն հավատով զինված, միայն սեփական խղճով առաջնորդվելով, մենք կկարողանանք ապահովել, որ լույսը երբեք չմարի։